Ինչքան ժամանակ է վրան են տեղադրել արցախցիները եւ սոցիալական խնդիրներ են վերհանում, կա կարծիք, որ ինքներդ դեմ եք, որ այդ պայքարը վերածվի քաղաքական կոնտեքստ ներմուծվի այդ պայքարի մեջ, ինչն է խնդիրը, դուք առհասարակ ինչու չեք այցելում վրան, ինչու եք ընդհանրապես լռում, ինչն է պատճառը, ինչից եք վախենում։ Եվ մարտի 29-ին, որ կա նախաձեռնող խումբ, դուք տեղյակ եք, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհուրդ կա ստեղծված։ Ես այդ խորհրդի հետ պարբերաբար հանդիպումներ եմ ունենում, վերջի հանդիպումները 3 տեղի ունեցել։ Վրան եք գնացել դուք։ Ոչ, իրանք են գալիս։ Ես խնդիր չունեմ, ներողություն, Սամվել Բաբայանն էլ չգնաց, չնայած իր ներկայացուցիչներից մի քանոքի գնացել են։ Մենք պարբերաբար քննարկում ենք այդ հարցը, անհրաժեշտության դեպքում կգնանք։ Բայց ո՞րն է այդ անհրաժեշտությունը, ինչ են շատ անհրաժեշտ։ Նաև խորհրդի կողմից Առաջներից մեկը դուք պետք է Հա, իհարկե, մենք որևիցե ներողություն, որևիցե խնդիր չունենք մեր ժողովրդի կողքը կանգնելու, մենք այդ հարցերը քննարկում ենք եւ այդ նպատակարարությունը։ Ժամանակ էլ մենք ձեզ չտեսանք, ինչու չեք մասնակցում։ Ինձ չտեսակ, բայց իմ բոլոր հարազատները, ընտանիքի անդամները Ինչու անձամբ չեք, որ այդ ժամանակ պետք է ձեր խոսքը տայիք արցախցիներին։ Չմասնակցելը չի նշանակում չաջակցել։ Պարոն կողմից ճնշումներ կան, պարոն Շահրամանյան։ Պարոն Շահրամանյան, իշխանության կողմից ճնշումներ կան։ Կոնկրետ հավաքին չգնալու։ Ուղիղ ձեր նկատմամբ։ Եթե բռնի տեղահանումից հետո մենք մինչև այսօր իշխանության ներկայացուցիչների հետ որևիցե առնչություն չունենք։ Եթե դուք դա համարում եք ճնշում, ուրեմն կա ճնշում։ Այսինքն ես գտնում եմ, որ մեր հետ պետք է հաշվի նստել, բոլոր խնդիրները սոցիալական ունեն իրենց լուծումները եւ մենք պատրաստ ենք այդ լուծումների շրջանակներում նաեւ աջակցել Հայաստանի կառավարությանը եւ այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար, սա ընդունելի է։ Դա ճնշում չէ, դա արհամարանք է եւ ասացիք օտարության զգացում է, բայց ուղիղ ձեր նկատմամբ ճնշում անձնական, չգիտեմ, ֆիզիկական, բարոյական, քաղաքական, նաեւ քրեական գործերի ենթատեքստով ճնշում կա, որից դուք զգուշանում եք։ Ոչ, ես չեմ զգում այդ ճնշումները։ Պարոն Շահրամանյան, մինչ արցախցիները սկսում են ակտիվ գործողություններ իրականացնել, այս ֆոնին ատելության խոսք է տարածվում, պառակտում են հասարակությանը։ Ինչու են նման քաղաքականությամբ առաջնորդվում, վերջերս էլ Խաչատուր Սուքիասյանն էր հայտարարություններ տարածել արցախցիների նկատմամբ, ինչպես եք վերաբերում դրանց։ Մենք տեղեկատվական շտաբով հայտարարություն ենք տարածել այսօր, որով խիստ դատապարտել ենք նման հայտարարությունները եւ ազգային ժողովի նախագահի կողմից եւ Խաչատուր Սուքիասյանի կողմից ես այսօր նաեւ ընդունել եմ զոհված զինծառայողների կողմից լիազորված ծնողին, որը ներկայացրել է մեզ այդ դժգոհությունները եւ նաեւ 1 ժամ առաջ հրապարակվել է իրենց կողմից բաց նամակը ուղղված Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանին։ Ես հուսով եմ, որ Կամո Վարդանյանը սպառիչ պատասխան կտա։ Պարոն Շահրամանյան, Արցախում տեղի ունեցել բենզինի պայթյուն, բայց այդ տղաները ոչ զոհվածի կարգավիճակ ունեն, ոչ մի կարգավիճակ չունեն այս հարցին։ Այդ խնդրից պայթյունի հետևանքով 78 ուժային կառույցին զինծառայողներ զոհվել են այդտեղ։ Մենք հենց հատուկ ենք շեշտում զոհվել են, որովհետև դա ագրեսիայի հետևանք է։ Եվ իրենք պետք է ստանան իրենց համապատասխան կարգավիճակը։ Մենք այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնում ենք, ես պարբերաբար հանդիպում եմ հարազատների հետ եւ քննարկում ենք հնարավոր լուծումները։ Սա նաեւ պատասխանը պետք է ակնկալել Հայաստանի կառավարությունից։ Ձեզ մեղադրում են Արցախի լուծարման հրամանագիրը ստորագրելու մեջ, կար այլ ընտրանք, դուք կարող եք դա չանել եւ որն էր դրա գինը։ Դուք հիմա որ sense նայում եք Արցախի հանրապետություն լուծարված է։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, մենք սպառիչ ներողություն, սպառիչ պատասխան ենք տվել դրան, նաեւ տեղեկատվական շտաբով հաշվի առնելով նաեւ շահարկումները, որոնք իրականացում են թե արտաքին գործերի նախարարի կողմից, թե ազգային ժողովում տարբեր պատգամավորների կողմից հիմնականում պրոիշխանական։ Մենք դրան սպառիչ պատասխան տվել ենք։ Ով ուզում է տեսնի Արցախի հանրապետությունը, որևիցե իրավական խնդիր չունի։
Շարամանյան ասում են դուք Սոֆիայի փոխարեն նախընտրեցիք Եվլախը, մի վարքյան։ Ասում դուք Սոֆիայի փոխարեն նախընտրեցիք Եվլախը, եւ եթե դուք գնայիք Սոֆիա, Հայաստանի իշխանություններն էլ կաջակցեին ձեզ։ Ուրեմն այդ Սոֆիայի հարցը շատ է շահարկվում։ Դա իրականության հետ ընդհանրապես չի համապատասխանում։ Բացի դրանից ինչ է նշանակում, չէ գնացել Սոֆիա, Ադրբեջանը ձեր վրա հարձակվել է։ Ադրբեջանը նման իրավունք չունի, որ մենք ինչ որ հանդիպում չեն գնացել, այդ պատճառով մեր վրա հարձակվել է։ Ես այդ ժամանակ նախագահ եղել է Արայիկ Հարությունյանը, եւ մենք քննարկել ենք այդ հարցը ազգային անվտանգության խորհրդի ժամանակ, նիստի ժամանակ, եւ մենք տվել ենք դրական պատասխան, որ մենք պատրաստ ենք գնանք, բացի դրանից 15 օր անց Սոֆիայի առաջարկից հետո եղել է Բրատիսլավայում առաջարկ հանդիպելու, որոնք մենք ընդունել ենք եւ մեր պատվիրակությունը գնել է տոմսերը այնտեղ գնալու եւ Ադրբեջանը դա մերժել է։ Այդ շահարկումները կապված են փորձել սեփական քաղաքական դիվանագիտական ձախողումները բարդել ինչ որ մեկի վրա։ Պարոն Շահրամանյան, այդ Լեռնային Ղարաբաղ Թողեք ես միջևերջ պատասխանեմ։ Եվ այդ շարքումները բարոյական չեն, քանի որ Արցախի տարբեր ներկայացուցիչներ, տարբեր ժամանակահատվածում ուղիղ բանակցել են ադրբեջանական կողմի հետ։ Դուք տեղյակ եք, որ դրա մասին հայտարարել է եւ Վիտալի Բալասանյանը, որ մինչեւ 22 թվականի վերջ ինքը բանակցել է։ Դրա մասին հայտարարել է Սամվել Բաբայանը, որ ինքը բանակցությունների մեջ էր։ Այն ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը ուղիղ բանակցությունների մեջ էր, հանդիպումների մեջ էր, այդ թվում դրա մասին շատ լավ տեղյակ են Հայաստանի իշխանությունները եւ այդ թվում մասնակցություն են ունեցել։ Այդ լուծարման փուլը դուք համաձայնեցել եք Հայաստանի իշխանությունների հետ, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը տեսել է, իրենք ասում են չենք տեսել, դա էլ է ներքում։ Ես դուք ասել եք, որ խոսել եք տեղյակ են այդ փոխանցումը։ Ես այդ լուծարման հետ կապված գործընթացին կցանկանայի այսօր չկենտրոնանանք, որովհետև ես տվել եմ պատասխան։ Դրանից ավել շարքումները կարող են վնաս հասցնել։